Օհանավանում ցրտահարությունը թափ է տվել ծաղկած ծիրանենիները։ Զատը ինքանա թափ է, նոր են կորվել, թափում ասավ բերքը։ Ցուրտը մեկ գիշերում ոչնչացրել է այն, ինչին ամիսներով սպասում էին գյուղացիները։ Արա լեռան վրա դեռ ձյուն կա, ինչպես ասում են, պարավի ուլերը դեռ չեն լքել Օհանավանը։ Ամենավտանգավոր ցրտահարության վտանգը առջևում է։ Կարայի լեռան վերջի ձյունը, երբ որ արդեն հալվում է, այս տարածաշրջանում սկսում է գարունը։ Բայց քանի որ մեր վերջին ձյունը դեռ չգիտենք երբ է լինելու, դեռ չի հալվում, այսինքն ցրտահարություն է սպասում։ Հենց այս ընթացքում այն ժողովրդի ասած պարավի ուլերը մեր համար է։ Այս տարի էլ բերք չի լինի, գիտեն բնակիչները։ Սովորաբար ծիրանի ծաղիկը թափվելուց հետո պետք է տերև հայտնվի ծառերի վրա, սակայն այս տարի բնության ընթացքը խախտվել է։ Խնդրեմ ճյուղը, նայեք ինչ վիճակում է։ Այսինքն հիմա սևացած արդեն, այս սրանք մքացած, սրանք արդեն բերք չեն։ Ամբողջովին ամբողջ ծառը նայեք։ Մյուս ծառը նայեք։ Ծիրանի արդեն սովորաբար ծաղիկը թափելուց հետո տերևն է դուրս գալիս։ Ոչ մի տերև չեք տեսնում, չէ՞։ Գյուղատնտեսական սեզոնի շեմին Օհանավանը մնացել է առանց հույսի։ Գյուղացիներն իրենց ոչ միայն բնության հարվածից են կոտրված զգում, այլև պետության անտարբերությունից։ Գյուղացին առավոտ ժամը 6-ից մինչև իրիկուն ժամը 10 աշխատում ու չի կարող նորմալ ապրի, խի։ Ինչի՞ համար չի կարող ապրի, որովհետև արկերն այնքան շատ է, турքերն այնքան շատ է, գույքը արկերը, հողի արկերը, ջրի արկերը, ու ամեն ինչն է շատ է։ Լավ են հիշում օհանավանցիները, նախորդ տարվա կարկուտից հետո էլ կառավարությունը մատը մատին չտվեց։ Անցած տարի որ կարկուտն եկավ, ոբշի գյուղի բերքը տարավ։ Կառավարությունից մեկը խաբարել է, բայց գյուղացին ոնց ապրավ մինչև մի տարի։ Խաբար չէ լավ, չէ՞։ Այսինքն ոչ ջրի փող սուբսիդավորին, ոչ հողի փող սուբսիդավորին, ոչ պարտանի ու տվին, ոչ դեղամիջը, ոչ մի բան չարին, այսինքն բացում են հետաքրքիր գյուղացին այսօր այսինքն ասում է հողի հարկը տուր, բայց չի ասում, այսինքն եթե անցած տարի մարդը հողից բերք չի վեկալ է։ Ինքը իր տունը, իր երեխուն, իր տնտեսությունը ոնց է պայեն նորից հասել այսօրվան, հիմա հարկ եմ ուզում, որ չես ուզում։ Օհանավանում նաև աներես սալորն այս տարի չի լինելու։ Այս շլորը որ ամեն տարի ընտիր եղել է աներես բանը, այս տարի ընդհանրապես չի լինելու։ Գյուղացին կարելի ասել 99% վնաս է կրել։ Մեր արհավիրքը դեռ առջևում է, ասում են օհանավանցիները։ Նրանք պահանջում են, որ գոնե այս անգամ իշխանությունը հասկանա, գյուղը միայն գյուղացու հոգսը չէ։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։